Դուք ներկայացնելով տեխնացուին ասացիք, որ նա եղել է վերջին նաև 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր եւ այդ ժամկետի մի մասում ղեկավարել է արդեն այն նույն հանձնաժողովը, որը վերստին է հավակնում ղեկավարել։ Կարող եք ասել, թե նա այդ ամբողջ իր պաշտոնավարման շրջանում պատգամավոր եղած ժամանակ քանի անգամ է գնացել գործուղումների, կարող եք օգնել ձեր խմբակցության ղեկավարին, որպեսզի ինքն իր հաշվապահական փորձառությամբ հաշվի, թե ինչքան գումար է մեր պետությունը մինչև հիմա ծախսել Սարգիս Խանդանյանի, այդ թվում նրա գործուղումների վրա, եւ նաեւ փորձել գնահատել, թե ինքը իր պետության կողմից կատարված ծախսերի դիմաց պետությանը քանի լումայի օգուտ է տվել։ Ասենք օրինակ, այդքան գործուղումները մեր պետությանը ինչ օգուտ կարող է տված լինեն եւ փորձառու հաշվապահներ փորձի դա նյութականացնել եւ ասել մոտավորապես ենթադրենք 48 դրամի, ենթադրենք, չնայած դժվարանում եմ ասեմ, որ այդքան կարելի։ Դուք կարող եք ասել տեղեկություններ պարոն Խանդանյանի մինչև հիմա ունեցած շրջագայությունների վերաբերյալ։ Արձագանք։ Նշեմ նաև, որ պարոն Խանդանյանը հրաշալի տիրապետում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքին եւ մենք գործընկերներով շատ հաճախ, երբ առիթ է լինում, այսինքն որևէ բան ճշտելու, մենք ընկերներով, գործընկերներով դիմում ենք այդ հարցով պարոն Խանդանյանի օգնությանը։ Պարոն Խանդանյանը այո շատ բծախնդիր է եւ խստապահանջ ես ասում եմ, ես հենց դա նկատի ունեի, ասելով, որ նաեւ գործընկերների հանդեպ է խստապահանջ եւ ակնկալում է, որ բոլորը տիրապետեն ԱԺ կանոնակարգ օրենքին, նույնքան փայլուն, ինչքան պարոն Խանդանյանը։ Կարող եմ նաեւ նշել, որ պարոն Խանդանյանը շատ զուսպ անձնավորություն է եւ բավականին պրոֆեսիոնալ կարողացել է այս ընթացքում իրականացնել իր հանձնաժողովի նախագահության աշխատանքները հավուր պատշաճի եւ պարոն Խանդանյանի հետ մասնակցել միջազգային հարաբերություններին միայն հաճույք է պատճառում ինձ որպես գործընկեր պարոն Խանդանյան, հետեւաբար ես կարծում եմ, որ պարոն Խանդանյանը երևի թե լավագույն արժանի տեխնացուն է այս պաշտոնի համար։ Արձագանք։ Բավարարված եմ պատասխանով, շատ սպառիչ պատասխաներ իմ հարցին, շնորհակալ եմ։ Ուրիշ բան ունեք ասել պարոն Խանդանյանի մասին տիկին Վարդանյան։ Մնացածը պարոն Խանդանյանը ինքը կասի։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ ձայնը տրվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի